այնպես չի լինելու, որ տեքստը հրապարակվեց եւ վերջ։ Այսինքն մենք տեքստ հրապարակելու ենք կամ դրույթներ հրապարակելու ենք, որպեսզի հանրության զգացողությունները շոշափենք ու անդրադարձ ունենանք, այսինքն կարծիքներ հավաքենք, փոփոխենք եւ դրանք նույնպես քննարկվելու են խորհրդի հետ համատեղ։ Այսինքն սա դինամիկ գործընթաց է, որը նաեւ տևող է եւ հրապարակումից հետո չի նշանակելու հրապարակումը, որ աշխատանքները այդ կետում ավարտվում են, այլ նշանակում է հակառակը, որ աշխատանքները նոր տեմպով շարունակվելու են։ Այսինքն դեռ հանրային քննարկումներ եւ այլն։ Այո, միանշանակ, առանց դրա չի կարող լինել։ Մարդկանց կարծիքն եք նաեւ լսում, հետ են գնում, նորից քննարկում եւ այլն։ Օրինակ մարդիկ դիմադիրները եւ ոչ միայն կոնկրետ շատ խիստ քննադատում են այդ անկախության հռչակագրի չլինելու հարցը, որ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ իրենք դեմ են դրան։ Դուք օրինակ խորհուրդը պատրաստվում այդ հարցը քննարկել։ Մենք բոլոր հարցերը քննարկել ենք, օրինակ բոլոր հարցերը քննարկվել են խորհրդում, խորհրդում են հավաքված մարդիկ, որոնք ունեն շատ տարբեր կարծիքներ եւ մենք պարտավոր ենք լսել յուրաքանչյուրի կարծիքը, բայց վերջում ինչպես կորոշվի ամփոփել նախագիծը, դա կմնա եւ նորմալ է, որ մնա կառավարության հայեցողությանը եւ դրանից հետո կրկին որոշողը լինելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Եվ իրացելու վերջ, էսելու ավարտում եմ ես այս թեման, գերներ կներեք։ Հա, Տիկին Գալյան, իսկ երբ այսպես է, չի կարծես թե առաջին օղակը որտեղ պիտի հաստատվեր քվեարկեին, Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն էր, որը որոշմամբ ստեղծվել էր լուրջ կառույց է, այսպես։ Ու Նիկոլ Փաշինյանը մինչև խորհրդի հաստատելը արդեն հայտարարում է, որ իրանք կողմ են, իրենց թիմը որ մեծամասնություն է, իշխանություն է, որ չլինի անկախության հռչակագրին հղում նոր նախագծում։ Սա օրինակ ճիշտ է, երբ իր որոշումը մինչև խորհրդի քվեարկությունը հայտարարում արդյոք չի նշանակում, որ այդպեսով ազդեց խորհրդի կարծիքի վրա։ Թող չազդվեն։ Հիմա ասենք ինչ տա Ես ուզում եմ հասկանամ, էլի, տեսեք, դուք այնպես եք ներկայացնում կամ ամեն դեպքում իմ ականջին է այդպես հնչում, որ երբ որ մենք տեքստը հրապարակեցինք կամ հիմա եթե արվում են հայտարարություններ, վերջ։ Արվում են քաղաքական հայտարարություններ, վարչապետը քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ է, իրավունք ունի հայտարարել այն, ինչ ճիշտ է գտնում։ Խորհրդի անդամներն են, իրավունք ունեն հայտնել իրենց կարծիքը հրապարակայնորեն այդ թվում, եւ ես նախորդ անգամ նշեցի, որ խորհրդի նիստերը բաց են, կարող եք գալ եւ լուսաբանել, եւ ցանկալի է գաք եւ լուսաբանեք իրականում, բայց հաճախ չեք գալիս։ Հա, իդեպ ինչի չեք գալիս։ Ամեն ուրբաթ լինում է, ամեն ուրբաթ լինում։ Չեմ կարող ասել երբ է լինելու, բայց ինձ թվում է Սահմանադրության ամբողջ տեքստը եւ ձեզ պետք է հետաքրքիր լինի եւ հանրությանը եւ ձեր միջոցով մենք հանրության նաեւ պետք է տեղեկացնենք թե ինչ է արվում։ Սրա մասին է խոսքը։ Դա դե նայած դուք ինչն եք համարում հեղափոխական փոփոխություն։ Եթե օրինակ կառավարման կարգի փոփոխությունն է ընկալվում որպես հեղափոխական, այո, կառավարման կարգի փոփոխություն չի նախատեսվում, որովհետեւ պարլամենտարիզմը ժողովրդավարության լավագույն դրսևորումն է մեր ընկալմամբ։ Տիկին Գալյան, ես երեկվա միջադեպին եմ ուզում անդրադառնալ, բարոյական կողմը մի կողմ թողնենք, բայց այնտեղ երեխա կար նստած եւ Նիկոլ Փաշինյանը գոռում էր այդ երեխայի ներկայությամբ։ Այստեղ երեխայի իրավունքների խախտում։ Ես չեմ ուզում որակումներ տալ եւ դրա իրավունքն էլ չունեմ, բայց եթե չեմ սխալվում, հաջորդի վարչապետը հրապարակում է արել այդ միջադեպի հետ կապված եւ կարող եք օրինակ մեջբերել վարչապետի հրապարակումը ինչի մասն է խոսքը ներողություն խնդրելու մասով հիմա դա հարց է թե պնդում է թե ինչ է ես հայտնվեիք ինչ կանեիք այդ ներողությունը կընդունեիք որպես նաև մայր ես կմտածեի ինչ անել եւ նույնն էլ խորհուրդ եմ տալիս այդ կնոջը ես չեմ կարող որևէ որակում տալ այն երևույթի մասին որը տեղի ունեցել եւ գնահատականը միջադեպին տվել է հենց վարչապետը, ավել որևէ բան չեմ կարող ասել։ Չի ստվերում այն իրավիճակը, որ տեղի է ունեցել, Տիկին Գալյան, տեսեք, բռնության ակնհայտ իրավիճակ էր, երբ որ երեխան բախորած կպել էր մորը, եւ այդ շատ լավ, պաշտպանության մեխանիզմներ նախատեսված են, շատ Տիկին նախարար, վերջի երկու անգամ ուրախ ավտոբուսի մեջ չեք, ինչ է կատարվում։
Ինչ ներողություն իրավիճակը ներկայացնում ասում եք շատ լավ։ Ես իրավիճակի մասին չէի ասում շատ լավ, ես խոսքը ավարտելուն էի ասում շատ լավ, այո, գուցե ճիշտ է կամ այսինքն շատ լավը տարբեր ձևերով կարող է մեկնաբանել եւ այլևս խնդրում եմ չմիջամտել այն դեպքում, երբ ես խոսում եմ։ Չէ, սա չէ բազմից է եւ պետք է հարցեր։ Ուրախ ավտոբուսի վերջի շրջանի շրջակայությունից դուրս եք մնում, ինչն է։ Չէ, դուրս չեմ մնում եւ եղել եմ ուշադիր չեք եղել։ Իգին նախարար ինչ առաջ հարցադրում արեցի նաև արտգործնախարարական Մազյանին ձեզ նույնպես ուղղել։ Ռոբերտ Քոչարյանը հաճախ է նշում, որ հետամուտ է լինելու Արցախահայերի վերադարձի իրավունքի իրացմանը, որպես մասնագետ խնդրում եմ ասեք, ինչ է ենթադրում, ինչ ազգային իրավունքում վերադարձի իրավունքը եւ ձեզ արդյոք հայտնի են այդպիսի իրավունքներ, որոնք երբևէ օգտվել են վերադարձի իրավունքից։ Ճիշտն ասած, չգիտեմ ինչ նկատի ունի ասողը եւ կարծում եմ, որ լավագույն տարբերակը իրեն հարցնելն է, թե ինչպիսի բովանդակություն է պարունակում ասվածը եւ օրինակ ինչպես է ինքը պատկերացնում դրա իրացվելը, այսինքն եթե կան իրավական մեխանիզմներ, գուցե դրանք կան, ես չեմ ժխտում, բայց կարծում եմ, որ արժե դրանց մասին հրապարակային խոսել, այսինքն հիպոթետիկ ցանկությունների բարձրաձայնումը կարող են բոլորը անել, բայց կոնկրետ ճանապարհային քարտեզի տեսքով ասվածը ներկայացնելը այլ հարց է։ Իրավունքում կա այդպիսի իրավունք, դա է ուզում Չեմ կարող ասել։ Վերջինը հասարսուր դեպքը 1 տարեկան երեխային, որ խորթմայրը ծեծել էր, հիմա կալանավորված է, հնարավոր է նմանատիպ դեպքերը գոնե կանխելու կամ չգիտեմ, թիվը նվազեցնելու համար քրեական օրենսգրքում փոփոխություններ իրականացվեն պատժի փոփոխության հետ կապված, որը կարող է որոշակի առումով նաև այս իրավիճակները մեղմացնել։ Ախր առանձին դաշնությամբ սպանության համար նախատեսված է ընդհանուր մինչև ցմահ ազատազրկում, այսինքն դրանից ավել ինչ նախատեսվի քաղաքականություն մշակող մարմնի կողմից, մապատիժ նախատեսվի, չէ, ես ձեզ նորություն պետք է ասեմ, որ Հայաստանը եւ Եվրոպական միությունը եւ Եվրոպայի խորհուրդը մապատիժի ձեռսգոտի են եւ մարդու իրավունքների եւ ազատությունների վերաբերյալ կոնվենցիան դրա լրացուցիչ արձանագրություն մասնավորապես արգելում է մահապատիժը։ Բայց նման դեպքերի կանխարգելման համար ինչ աշխատանքներ են տարվում։ Ոստիկանություն ասեմ դրա համար։ Մեր գործընկերությունները։ Տիկին նախարար, վերադառնալով կրկին մետրոյի միջադեպին, վարչապետը անվտանգության մեծաթիվ աշխատակիցներով, թիմակիցներով մտնում է վագոն, քաղաքացու կամքին հակառակ փորձում է ինչ-որ առարկա, այս դեպքում Հայաստանի Հանրապետության քարտեզի լոգոն, տարբերանշանը առաջարկել, քաղաքացին մերժում է, վարչապետը շարունակում է պնդել, սա չեք կարծում, որ այդպես մեծ թվով ախրանիկներով կնոջ երեխայի նկատմամբ այնուհանդերձ հոգեբանական բռնություն է գործադրվել։ Դուք սա ջան, դուք կարծում եք այդպես։ Իմ կարծիքը, ես նախարար չեմ, իմ կարծիքը չի հետաքրքրում Շատ լավ, ես շատ ուրախ եմ, որ ձեզ հատկապես ձեզ իմ կարծիքը հետաքրքրում է եւ շատ շոյված եմ։ Բայց եթե դուք տեսնում եք քրեորեն հետապնդելի արարք վարչապետի արարքում, խնդրում եմ հանցագործության մասին հաղորդում ներկայացրեք։ Ես իմ կարծիքը կպահեմ ինձ եւ կասեմ նույնը։ Վարչապետը ինքն է արձանագրել այդ դեպքի բնույթը եւ պատրաստակամություն է հայտնել ներողություն խնդրել։ Ես չեմ կարծում, որ եթե պատկերացումը լիներ այնպեսին, որ ամեն ինչ նորմալ է, նմանատիպ հայտարարության մենք կառերեսվեինք առհասարակ։ Եվ հետեւաբար նորից եմ կրկնում, չեմ անում որևէ մեկնաբանություն, բայց դուք անդադ ինձ ստիպում եք մեկնաբանություն անել։ Ես որևէ կաշկանդվածություն չունեմ։ Ես կրկնում եմ, բացեք վարչապետի պաշտոնական էջը եւ ծանոթացեք բոլոր հրապարակումներին։ Ոչ, ես արդեն այդ մասին Ներողություն, տիկին նախարար, այդ մետրոյի միջադեպը արդյոք մտնում է վարչապետի ամեն առավոտ ցույց տրվող այդ ձեռքերով շարժման դրամաբանության մեջ, թե ոչ։ Ես արդեն ասացի, չեմ մեկնաբանելու եւ չեմ շեղվելու այլևս այս սկզբունքից։ Եթե ասում եմ չեմ մեկնաբանելու, չեմ մեկնաբանելու, որքան էլ որ նույն հարցը տակ։ Ինչպես ասում եք, վարչապետը ներողություն է խնդրում, բայց իշխանական լրատվամիջոցները շարունակում են արցախցիների նկատմամբ ատելություն գեներացնել, չգիտեմ ինչ որ հին այսպես գրառումներ են նորից թարմացնում եւ այլն, երբ վարչապետը ներողություն է խնդրել։ Ինչու է իշխանական լրատվամիջոցը նորից արցախցիների նկատմամբ
այսպես Մենք եթե չեմ սխալվում նախորդ շաբաթ օրը չեմ հիշի, բայց ներառականության մասով շատ մեծ միջոցառում ունեցանք, որը նվիրված էր տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների իրավունքների պաշտպանությանը եւ այնտեղ մեծաքանակ մարդիկ կային, որոնք որ պատրաստ էին եւ արդեն բնակություն էին հաստատել Հայաստանի Հանրապետությունում եւ օգտվում էին այն սոցիալական ծրագրերից, որոնք առաջարկում է հենց կառավարությունը եւ այդ ամենում ես ոչ թե ատելություն նկատեցի իշխանության կողմից կամ առհասարակ վարած քաղաքականության տեսանկյունից, այլ ընդհակառակը հոգատարություն եւ մեծ խնամ եւ մեծ ցանկություն աջակցելու։ Եվ հետեւաբար խնդրում եմ այլևս չփորձել այնպես մեկնաբանել, որ տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների նկատմամբ կարող է որևէ կետում ատելություն գեներացվել, ընդհակառակը կառավարության բոլոր ծրագրերը միտված են հոգատարության ու խնամքի դրսևորմանը, բացեք ծանոթացեք կառավարության ծրագիրը մագարտակով խրախուսվում է։ Մենք տեսել ենք, չէ՞, մարդիկ ինչպես են ցեղասպանությունից այսպես ասած փախել եկել, փրկվել, փախել չէ, ներողություն, բռնի տեղահանվել։ Ու այդ մարդկանց երբ որ ասում են բռնի տեղահանված անձանց հետ կապված այսօր կան եւ գործում են բազմաթիվ ծրագրեր եւ այդ ծրագրերը իրականացվում են կառավարության կողմից, իսկ վարչապետը հանդիսանում է հենց այդ կառավարության ղեկավարը։ Եւ եթե չլիներ, դե հիմա ես դες փաստ եմ ասում։ Դա կապ չունի, մարդիկ Դե դուք նույն երևույթի մասին եք խոսում։ Ես չեմ մեկնաբանելու դա, չէ, չի ստացվի ձեզ ներքաշել ինձ այդ խոսակցության մեջ։ Եվ ճեպազրույցում եւ երեկել նաեւ այդ հանդիպումները ամփոփելիս շատ ուղիղ ասում է, որ եթե քաղաքացիական պայմանագիրը չվերընտրվի, սեպտեմբերին պատերազմ կլինի։ Սա ուղիղ սպառնալիք չի քաղաքական հայտարարություն է։ Այն պայմանավորվել եք, պարոն Մինասյանն էլ էր ասում Արծվիկ, այդ նույն բառապաշարով ինչ դուք ասացիք, հետաքրքիր էր։ Չէ, տեսեք, քաղաքական հայտարարություն է ընդհանրը եւ վերջ, որը կրկին չեմ մեկնաբանելու։ հայտարարությունը մեր շարքային Նախ դրանից առաջ պատերազմի մեջ չի մենք զուգահեռ ենք խոսում։ Դե լավ, դուք խոսեք։ Խոսքը խաղաղության, հաստատված խաղաղության եւ այն փայփայելու մասին է, իսկ այն հայտարարությունները, որոնք հնչում են ընդդիմադիր դաշտի կողմից, մեր ընկալմամբ չունեն այլ որակում, քան խաղաղությունը վտանգող հանդիսանալը։ Հետևաբար քաղաքական դեմքերը ազատ են անել քաղաքական հայտարարություններ եւ այդքանը։ Հիմա դեռ ենթադրություններով մի ամբողջ ժողովրդի սպառնում եք, այսինքն կրճատի եք մասնում։ Ես եւ ասել, որ վարչապետը հայտարարում է այդ համատեքստում, որ մի շարք քաղաքական ուժեր պատրաստվում են ռևիզիայի ենթարկել խաղաղության օրակարգը։ վարչապետի խոսնակի դեր ստանձնես։ Մենք վարչապետի Բայց չէ, Պարզապես հարցադրումը անում եք, ես էլ վերացնում եմ ձեր հարցադրումը։ իրական շնորհակալ եմ եւ այնուհետեւ եթե ես չեմ սխալվում, շարունակվում է միտքը հետեւյալ ուղղությամբ, որ դա պատերազմի դուռ բացելու վտանգ է պարունակում։ Այո, դա այդպես է մեր ընկալմամբ եւ Կարող եք ասել, որ Ադրբեջանի համար նախընտրելի թեկնածուն Հայաստանում քաղաքացիական պայմաններ։ Գիտեք, դուք ինչ ուզում եք կարող եք ասել եւ այդքան էլ դա չի Ճիշտում էլ անել, կներեք ու վերջ իմ թեմայից էր։ Երևի դուք սրան պատասխանել եք, կներեք, եթե ես չեմ լսել, երբ քաղաքացիությունը Դանիել Հովհաննիսյանն ու Արթուր Սարգսյանց առաջարկում են կամ քննարկել են նախկինում են առաջարկել եկեղեցու հատուկ կարգավիճակը սահմանադրությունից հանել, դուք դրա կողմնակցեք։ Մենք մեր տեքստում եկեղեցու կտորը այնպես կա նախատեսված, ինչպես այսօր է։ Տիկին Գալյան քրակատարողականների մասին նշում եք, որ ապագայում փոփոխություններ վերաբերական Նուբարաշյանի մասով մենք առաջիկայում չենք տեսնում, հստակ ժամկետներ նշվում են, Նուբարաշյանը երբ չենք տեսնում։ Իրականում ես համարել որքան շուտ այնքան լավ տարբերակն է գործում, բայց դրա համար իրականում բավականին մեծ ֆինանսական ռեսուրսներ են պահանջվում եւ այս պահին բանակցում ենք մասնավոր ընկերության հետ, հասկանալով թե ինչպիսին է լինելու գնառաչարկը, որպեսզի կողմնորոշվենք, թե որ տարբերակն ենք ավելի հակված, բայց վստահաբար այդ ուղղությամբ աշխատում ենք եւ առաջիկայում որոշումը արդեն դին հանձնված կունենանք եւ կգնանք Նուբարաշյանը փակելու ճանապարհով։ Բայց քանի որ նոր շենքի
կառուցման կամ առնվազն վերակառուցման հետ են գործ ունենալու առաջիկա 2 տարիները նկատի ունենալ։ Իսկ մյուս քրեակատարողականները պատրաստ են լինելու արդյոք նուբարաշինի մարդկանց տեղափոխելու, այսինքն ոնց է մարդկանց նոր քրեակատարական հիմնարկը ծավալային առումով պետք է պարունակի այն քանակակազմը, որը բավարար է, որպեսզի նուբարաշինի գոյություն ունենա։ Բայց նուբարաշինի Նուբարաշինի քանակությամբ, նուբարաշինը որքան անսպասարկում է, այդքան կամ ավել քանակությամբ, ըստ այդքան 700 մարդու մասին է խոսքը, բայց մենք փորձելու ենք ծածկել 1000-ի խնդիր, իհարկե նաև զուգահեռաբար մենք ուզում ենք, որ ավելի շատ քրեակատարական հիմնարկներ լինեն, որոնք ունենան բաց ու կիսաբաց ռեժիմ։ Այսինքն այն կգործի մինչև նոր շինության կառուցումը։ Այո, դեռ կշարունակի գործել, բայց կփորձենք ապահովել նվաստանալու։ Իսկ այդ ֆոնին համալրման իրականացում դարվում է թե ոչ։ Ոչ, որովհետև այն կարծիքն ունենք, որ պետք է բաժից ավելի վաղ ազատվեն այն անձինք, որոնք ավելի պատրաստ են վերադառնալ հասարակություն եւ չպետք է դա անել անհասցե։ Անհասցե ավելի շատ համաներում է, այսինքն իհարկե հանցագործությունների շրջանակ որոշվում է, բայց անհատականացված չէ, կոնկրետ անձանց չենք գնահատում այդ դեպքում, իսկ պայմանական վարակետ ազատման ինստիտուտի պարագայում անհատականացված մոտեցում է ցուցաբերվում եւ ես այսօր զեկույցում նշեցի, որ 2025-ին ազատվել է 170 անձ բաժից պայմանական վարակետ, նախորդ տարվա 134-ի կամ 35-ի փոխարեն, այսինքն մենք տեսնում ենք քանակական աճ եւ նաեւ ունենք հանձնարարություն ակտիվացնել այս ինստիտուտը եւ լավարկել, որպեսզի առաջիկայում ավելի մեծ քանակությամբ անձինք ազատվեն կամ կարողանան հավակնել ազատվել պատժից։ Տիկին Գալյան, քաղաքացիական պայմանագիրը 6 տարի առաջ ամբողջական քարտեզով էր քարոզարշավը իրականացնում, հիմա կիսատ քարտեզով է քարոզարշավը իրականացնում։ Քաղաքացին որ հարցնի ինչու է կիսատ, դուք եկաք կիսեցիք, ո՞րն է ձեր պատասխանը եւ ինչ վստահություն կա, որ այս անգամ ընտրվելուց նորից չեք կիսի քարտեզը։ Հայաստանի Հանրապետության քարտեզը Հայաստանի Հանրապետության քարտեզն է իր հստակ տարածքով, որի վերաբերյալ կարծում եմ դուք շատ լավ գիտեք եւ պետք չէ մանիպուլյացիոն հարցեր տալ։ Իսկ Գալյանը հստակ չէր։ 6 տարի առաջին վերնումինան դուք էստեղ եք եղել 6 տարի առաջին։ Կարող է նկատել եք ինչ-որ բան, որ տեղի ունեցավ ներկայացում, որ չէին ուզում։ Քաղաքացիները Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ես կամ իշխանության պատերազմ չի լինելու։ Ես եթե չկամ կլինի։ Իսկ նկատել եք, որ խաղաղության համաձայնագրի նախասվերագրում է տեղի ունեցել եւ ասում ենք, որ խաղաղությունը հաստատված է եւ մենք պետք է փայփայենք ու այնպես անենք, որ խաղաղ միջավայրում գնանք դեպի կայուն ու զարգացող ապագա։ Ինձ թվում է ինչ-որ մի հատված բաց եք թողել դուք։ Ուշադիր եք։ Գալյան, իրակի եթե չեմ սխալվում, տեղեկություն դարձած, որ Փաշինյանի քրեակատարողականից կարպես գալանավոր էր փախուստի դիմել, ինչ տեղեկություն ունեիք այդ մասով։ Մենք մեր գործընկեր կառույցների հետ աշխատում ենք հայտնաբերման ուղղությամբ այդ եւ մեր նախորդ ճեպազրույցներում դուք էլի անդրադառնալ խոսել եք, որ ինքնավնասման դեպքերը կանխելու համար կալանավայրերում, այսպես ասած, աշխատանքներ տարվում են, բայց վերջին շրջանում էլի տենց մի դեպքեր եղել եւ կանխվել էր կարծես խցակիցների կողմից։ Խցակիցների բարձրաձայնումով աշխատակիցների կողմից մենք, եթե չեմ սխալվում, տարեսկզբից 5 կամ 6 ինքնասպանության փորձի դեպքեր ենք ունեցել։ 5 կամ եւ ունեցել ենք 1 ինքնասպանության դեպք։ Այս խոսում եմ բանի մասին, որ ինքնասպանությունները կանխվում են, բայց գուցեև այո գործիքակազմը բավարար չէ, որ իսպառ կանխվեն կամ վերանան ինքնասպանությունները եւ ինչեր ինքնասպանությունները տարբեր փորձեր են, օրինակ ունենք մեկ պետական դավաճանության մեջ մեղադրվող անձ, որը ինքնասպանության փորձեր արել, մեկը հոգեկան ամուսնական խնդիրներ, մեկը չէ, երկուսը հոգեկան ամուսնական խնդիրներ ունեցող անձինք էին եւ ինքնավնասումների հետ կապված ուզում եմ նշել, որ թիվը էապես նվազել է, մենք վիճակագրություն կարող ենք ներկայացնել կամ հաջորդ ճեպազրույցին ինձ ձեռքից տալ խոստանում ունենալ թվական տվյալները, բայց դուք հստակ կտեսնեք, որ օրինակ եթե տեսնում եք 100 ինքնավնասման դեպք, այդ 100 ինքնավնասման դեպքերը օրինակ կատարվում են 10 անձի կողմից եւ ոչ թե 100 անձի կողմից, այսինքն հստակ կան անձանց խմբեր, որոնք հակված են ինքնավնասումներ կատարելու կամ դիմելու ինքնասպանության։
Աշխարհում էլ է այդպես եւ միայն քրեակատարական հիմնարկներում չէ։ Պետք է նախարար գուցե հարցը նախորդի հնչել է, ես չեմ ֆիքսել, բայց այդուհանդերձ սահմանադրությունը ունի նաև փոփոխելի հոդվածներ, եթե չեմ սխալվում։ Խնդրում եմ ասել, սահմանադրության նոր նախագծում արդյոք փոփոխելի հոդվածներին անդրադարձ եղել է, մասնավորապես այն հոդվածին, որը սահմանում է կառավարության անդամի ներկայացվող պահանջները։ Թե դա թողնվել է նույնությամբ եւ ազգային ժողովի Մենք կարծիքին ենք, որ այն ցենզերը, որոնք այսօր սահմանված են, մասնավորապես միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալը, վերջին տարիներին բնակության ցենզը պետք է պահպանվեն եւ պատգամավորների համար եւ ըստ այդմ նաեւ կառավարության անդամների համար։ Ես նկատի ունեի նաեւ սահմանադրության այդ դրույթի փոփոխելիության ստատուսը վերանայման ենթակա է թե ոչ։ Այս բանը չենք քննարկել, բայց գիտեք, մենք մի հանգամանք ենք քննարկել, արդյոք պետք է ճկունությունը պահպանենք սահմանադրության փոփոխության եւ այս պահին հստակ որոշում չունենք, բայց գոնե մենք առաջարկել ենք քննարկել ավելի կոշտ մոտեցումները, օրինակ հնարավորություն ենք առաջարկել փոփոխություններ իրականացնել երկու գումարման ազգային ժողովների կողմից, որպեսզի հեշտ փոփոխություններ հնարավոր չլինի իրականացնել, բայց սա թեզ է, որը դեռ չի քննարկվել, կքննարկվի ապագայում։